Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք, նախ մեզ համար խիստ անընդունելի է, որ հանրության ամենալայն շերտերի շահերը շոշափող կարևորագույն օբյեկտների սեփականաշնորհումը տեղի ունենա առանց հանրային եւ օրենքի քննարկումը եւ ընդունումը տեղի ունենա առանց հանրային խորհրդարանական պատշաճ եւ մանրամասն լսումների։ Ավելին ասեմ, այս փաթեթով նախատեսվում է առողջապահական շուրջ 10 օբյեկտների, կարևոր օբյեկտների սեփականաշնորհում, մինչդեռ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը անմասն է մնացել այս փաթեթի եւ այս օբյեկտների սեփականաշնորհման քննարկումներից։ Մինչդեռ այս ամենը շատ լավ առիթ էր, որ մենք քննարկենք ոչ միայն զուտ առողջապահական օբյեկտի ճակատագիրը, այլև մենք քննարկենք ընդհանրապես մեր առողջապահական քաղաքականությունը իր ամբողջության մեջ։ Այո, շատ ճիշտ է ասվում, որ մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան պետական։ Այո, շատ հաճախ այդ մասնավոր հիվանդանոցների կներեք զուգարաններից այդ ավանդական գարշահոտությունը չի փչում։ Եվ դա շատ լավ է, բայց ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Արդյունքում տեղի է ունենում հետևյալը, որ եթե որևէ քաղաքացի փռշտալուց ավել բողոք ունի առողջական, ինքը հետազոտություն, շատ թե քիչ նորմալ հետազոտություն անցնելու համար պետք է 150-200 դրամ ամենակիչը ծախսի, որպեսզի ինքը համոզված լինի, որ պատկերացում կազմեց իր առողջական վիճակի վերաբերյալ։ Այո, մեր պետությունը անապահովության որոշակի չափանիշներ ունեցող մարդկանց տալիս է պետպատվերի հնարավորություն։ Ասենք 30 միավորի պարագայում։ Բայց տասնյակ հազարավոր մարդիկ հենց պաշտոնապես աղքատ են, բայց նրանց պետպատվեր չի տրվում, որովհետև նրանք այդ պետպատվերի սանդղակից 0.5 միավոր, մի միավոր, 2 միավոր ավելի պակաս անապահով են, քան նրանց հասնում է այդ պետպատվերը։ Այսպիսի ընտանիքների թիվը 60, 70, 80 հազար է հասնում։ Պետպատվերը ինքը գործող համակարգը ունի ուրիշ պրոբլեմ։ Մարդը տարվա կեսին կամ վերջին ավելի շատ գնում է, որպեսզի պետպատվերով իրեն հասանելիք ծառայությունից օգտվի, ասում են, գիտես, պրծել է պետպատվերը։ Ոնց է պրծել։ Շատ պարզ, պետությունը 1000 դրամ է տվել այս տարի այդ նպատակի համար, այդ 1000 դրամը հոկտեմբերի սկզբին սպառվել վերջացել է, ուրեմն հիվանդ պետք է սպասես մինչև հաջորդ տարվա բյուջեով էլի քեզ գումար հատկացնեն։ Հաջորդ խնդիրը ընդհանրապես մենք քանի տարի իրականացնում ենք ծրագիր ու շատ թմկահարում ենք դրա մասին սրտի անվճար ստենտավորման ծրագիրը բոլոր քաղաքացիներին։ Բայց մենք այդ քաղաքացիներին տասնյակ հարյուրավոր զավեշտալի դեպքեր են։ Մենք պայման ենք դնում, ասում ենք շտապօգնությունով պետքա հասնես հիվանդանոց եւ պետքա սրտամկանը մահանալու process-ի մեջ լինի։ Մարդիկ գնում են հիվանդանոց, նախ ասում են պետք է հարևանից 06-ով չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է կամ մատորը ճանապարհին խփել է, գնա հետ այդ շտապօգնությունը նստի արի։ Երկրորդը ասում են, ճիշտ է 2 ժամից այդ ինֆարկտը ստանալու ես, բայց այս պահին կառավարության որոշման համաձայն դեռ չես ստացել, արի գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի, նորմալ ապշիրնի։ Եթե բախտդ կբերի կհասնես հիվանդանոց, այս ժամանակ մենք քեզ պետպատվերով լրիվ կստենտավորենք։ Ու սա զավեշտալի է, բայց տասնյակ մարդկանց կյանքեր ուղղակի մահացել են մարդիկ, այս շատ բարդ պրիմիտիվ պատճառով։ Հաջորդ խնդիրը, ընդհանրապես մենք պետք է հասկանանք, ինչ է կատարվում։ Այո, շատ լավ այդ մասնավոր հիվանդանոցները, բայց մենք հիվանդությունների կանխարգելման համակարգ Հայաստանի Հանրապետությունում չկա, ջախջախված է։ Ինչու՞։ Պոլիկլինիկաներն են դրանք, որոնք ջախջախված են։ Եկեք Երևան քաղաքի ցանկացած տեղի պոլիկլինիկաների 90%-ը հիշեցնում է երկրաշարժի ավերակներ։ Ուտեղ էլ եթե դու ճնշում չափելուց ավել ինչ որ խնդիր ունես, քեզ ուղարկելու են ինչ որ տեղեր ախտորոշմամբ, որտեղ ամենապրիմիտիվ անալիզները թվեր են ածխապաշխական։
Այսինքն մենք ամբողջ ըստ էության, ամբողջ առողջապահական պետական պատվերը կենտրոնացրել ենք մի քանի մասնավոր տեղերում եւ ըստ էության այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է նաեւ առողջապահական օլիգարխների համակարգը։ Շատ հարգելի, շատ լավ, շատ որակով հիվանդանոցներ, բայց սրանից իրականությունը չի փոխվում։ Երկրորդը պոլիկլինիկական մակարդակներ, այդ հիվանդանոցները քաշուն տանում են բոլոր լավագույն կադրերին։ Բոլոր լավագույն կադրերի։ Եվ այսօր եւ մարզերում, եւ քաղաքում, պոլիկլինիկաներում կարա սոնոգրաֆիայի սարք լինի նույնիսկ։ Բայց ասենք կարող է աշխատի այնտեղ բժիշկ, որ ջարդված ոտքը ոսկորի կոտրվածքը չտարբերի։ Ասենք կոտրված ոսկորը բռնեն մասաժ անեն։ 4 սանտիմետրանոց ուռուցքը չնկատեն, ասենք սարքը կա, ամեն ինչը կա։ Որովհետև այդ մարդը տեղ այն անեկդոտի նման է, որ ասում է, դե սպասի բժիշկը գա, կասի, ասում է, բա դու ով ես, ասում է, այստեղի էլեկտրիկն եմ։ Ու այս պրոբլեմը շատ լուրջ պրոբլեմ է։ Հա, մենք ամեն ինչը վերցնում ենք առողջապահական առանձին վերցրած օբյեկտով։ Հա, ռեմոնտ կանենք, այս կանենք, այն կանենք։ Իսկ դրա քաղաքական հետևանքները ինչպիսին կլինեն։ Այս է ամբողջ խնդիրը։ Մենք ամեն ինչ էլի կենտրոնացնում ենք, ունենում ենք, այսպես ասած, օազիսներ, ոսկե ջրած պատերով եւ դրանց շուրջը ըստ էության առողջապահական համակարգի ավերակներ, որի այսօրվա փաստացի վիճակը հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում այս իրավիճակն է եւ դա կարելի է ապացուցել ընդհանրապես թեկուզ Երևանի մեջ մի հատ կարճ շրջագայություն կատարելով։ Հետևաբար մենք դեմ ենք այսպիսի քննարկումների այսպիսի ոճաբանությանը, ասելիք շատ կա, ժամանակը կարճ է, ասեմ առայժմ, որ մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։